24 նյուզի հարգելի հետևորդներ, ոստիկանությունը նոր զորք է կենտրոնացնում հրապարակում, հավաքվածների զայրույթը հարուցեց այդ փաստը, Ակուացման պրոցես է։ Մեր տեղեկություններով այս պահին ոստիկանությունը օպերացիա է մշակում կենտրոնական հրապարակը փակելու, որպեսզի կարողանան մյուս իրավապահները Ղուկասյանին դուրս բերել շենքից, քանի որ նշեմ հավաքված քաղաքացիները ինչպես դրսում, այնպես էլ ներսում դեմ են Ղուկասյանի իրավապահների հետ գնալուն։ Քսանչորս նյուզի հարգելի հետևորդներ, շենք մուտք գործեց նաև ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ներսում են նաև քրեական ոստիկանության պետ, գլխավոր վարչության պետ ներողություն, քանի որ փոփոխություններ են տեղի ունեցել ՆԳՆ-ում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, ինչպես նաև Կարեն Հակոբյանը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է անդրադարձել Գյումրիում քաղաքապետարանի շենքում կատարվող իրադարձություններին եւ ընդհանրապես Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող պրոցեսներին, նա մասնավորապես գրել է, մեջբերում եմ, դուրս շպրտելու հրահանգով սկսված գործը քաղաքական հաշվեհարդար է, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից ելույթը, Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն իրավական արժեք չունի, այլև բացահայտորեն քաղաքական պատվերի հետևանք է, այն հաջորդել է Փաշինյանի հրապարակային հայտարարությանը, դուրս շպրտել նրան քաղաքական դաշտից, խնդիրը այստեղ Ղուկասյանի անձը չէ, խնդիրը շատ ավելի խորքային է, խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է ընտրությունների ինստիտուտը, հասարակությանը հստակ ցույց տալով, որ դա այլևս փոփոխությունների իրական ճանապարհ չէ։ Փաշինյանը փակում է քաղաքական վերափոխումների խաղաղ եւ ինստիտուցիոնալ ուղին, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակական դիմադրության, զանգվածային անհնազանդության եւ նույնիսկ ցնցումների, նշել է դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
Նշեմ հարգելի հետևորդներ, որ լարված իրավիճակ է նաև քաղաքապետարանի ետնամուտքի մոտ։ Այնտեղ եւս մուտքը շրջափակված է ոստիկանների կողմից։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը հայտնում է, որ հոսանքազրկվել է Գյումրիի համայնքապետարանը։ Alles?